Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 24-նեզի հարգելի հետևորդներ, այս պահին կզրուցենք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ։ Պարոն Մակինյան, թեև դատական նիստը դռնփակ ռեժիմով շարունակվեց, այդուհանդերձ մի փոքր պարզաբանում ինչ հարց քննարկվեց եւ ինչ որոշում կայացվեց։ Փորձեմ իրավական պարզաբանում տամ, ուրեմն ձեր ներկայությամբ ես ներկայացրեցի հիմնավորումներ, որ մենք քննարկելու ենք հարց, որը օրենքով պահպանվում է, ու հարգելով իմ ներկայացրած միջնորդության հիմնավորումները եւ օրենքը Հայաստանի Հանրապետությունում գործող, այդ մասին ցավում եմ չեմ կարող խոսել։ Եթե այլ հարցեր կան, խնդրեմ։ Որոշում կայացրեց 30 միլիոն գրավը մնաց անփոփոխ եւ բացակայելու արգելք խափանամիջոցը վերացվեց, պարոն Մակինյան։ Ուրեմն տեսեք, պարոն նախագահի նկատմամբ դուք գիտեք, որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափանմիջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափանմիջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար։ Այդ մասով հանգիստ եք։ Ես հանգիստ ելնելու խնդիր ունեմ, ես ձեզ հարցնում եմ ներկայացնելու, որ եւս դռնփակ նիստում եղավ ներկայացրեցիք, ինչ որոշեց։ Դատարանը որոշեց խափանմիջոցը պահպանել։ Հասկանալի։ 30 միլիոն գրավը։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Հրապարակման ենթակա է դռնփակ նիստում, եթե նույնիսկ քննարկվել է որոշման մասը Ես խափանամիջոցի։ ձեր հարցերին պատասխանեցի, ես ձեր բոլոր հարցերին պատասխանում եմ։ Հարությունից թաքցնել տարակարծություններ Որ խափանման բացակայելու արգելքը վերացել է եւ գրավն է միայն մնացել։ Ուրեմն տեսեք, բացակայելու արգելքը ավելի խիստ մեղադրանք է պարոն նախագահի համար, քան այն մեղադրանքները։ Այո, ես դրանով դնում եմ մեղադրանք։ Այո, ինչի հիմա կասեմ ինչի է դա մեղադրանք։ Քան այն բոլոր շինծու մեղադրանքները, որոնք կան։ Ինչի, որովհետև պարզաբանում եմ հարգելի արագծես, խափանմիջոց բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամաբանությամբ, այն բանի համար, որ անձը կարող է թաքնվել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելով իր անձը հաստատող փաստաթուղթ օգտագործելու միջոցով հարց են բարձրացնում կա մարդ, ողջամիտ մարդ, չափահաս, ողջամիտ, մտածող մարդ, որ մտածում է, որ Հանրապետության երրորդ նախագահը ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կամ այդպիսին իրագործելու ինչ-որ նպատակ։ Այդպիսի չի կարող լինել, դա բացառված է։ Դուք բոլորդ էլ գիտեք, ես այդպիսի միջնորդություններ ներկայացրել եմ նաև տխրահարճակ դիզելի գործով, պարոն նախագահը լինելով մեղադրել այդ գործով, դատարանի թույլտվությամբ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից աշխատանքային այցերով եւ դատարանի կողմից նշանակված ժամկետին պատշաճ ներկայացել, ինչը դուք փաստեցիք այսօր պարոն նախագահի անձամբ տեսնելով։ Այսինքն թաքնվելու մասին խոսելը դա խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է։ Դրա մասին ընդհանրապես խոսել չի կարելի, որովհետեւ դա աբսուրդ է։ Խափանմիջոցները ընդհանրապես ինքնանպատակ չեն կիրառվում։ Եւ որպես լրագրողներ ձեզ խնդրում եմ հարցում կատարեք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քննչական կոմիտե եւ դատարաններ։ Պարզեք թե քանի անձի նկատմամբ է բացակայելու արգելք խափանմիջոց կիրառված։ Դա բացակայելու արգելքը ինքնին բավականին խիստ խափանան միջոց է, ու դա ինքնանպատակ շատ դեպքերում առավել եւս պարոն նախագահի դեպքում կիրառվել է։ Դեռ նորից եմ ասում, դրա համար ես ձեզ ասացի, որ դա շատ ծանր մեղադրանք է։ Մեզ ուղղված։ Ուրեմն դիզելի տխրահարճակ գործով ընդհանրապես կա օրինական ուժի մեջ մտնող դատական ակտ, որով խափանմիջոցը վերացվել է, որովհետև կիրառված են տարբեր խափանմիջոցներ։ Այո, մի գործով ընդհանրապես վերացված է։ Լավ եղեք, ստացվում ձեզ։